Իրանը այսօր ասաց, որ Հորմուզի նեղուցը նորից փակվել է, որովհետև Լիբանանում, լիբանանյան ճակատում պատերազմը չի դադարում։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, որտեղ վերջին 2.500 տարին միշտ պատերազմ է։ Եվ ինչպես է դա անդրադառնալու մեր իրավիճակի վրա, որովհետև ինձ այս պահին ամենաշատը հետաքրքրող կետը դա միջանցքատրամպա տրիպն է, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ ուղիղ անդրադարձ է ունենալու այդ նախագծի լինել կամ չլինելու վրա։ Եվ ինձ հետաքրքրում է այս սցենարի պարագայում հետևանքները, որովհետև եթե Ադրբեջանի համար մահու եւ կյանքի չափ կարևոր է ունենալ այդ ճանապարհը եւ հանկարծ դա տեղի չունենա, ինչ զարգացումներ կարող են լինել այդ դեպքում։ Տեսեք, նաև Թուրքիայի գործոնը կա, որ Թուրքիայի համար էլ մահու եւ կյանքի պայքարը փոքր միկրոտարածաշրջանում հեգեմոն դերի պահպանումը։ Պարզից էլ պարզ է, որ եթե այնուամենայնիվ այս համաձայնությունները կայանան, որոնք այսօր էլ դեռ շարունակում են որոշակի հարցականների տակ մնան, թեպետ եւ Թրամփի ստորագրությունը կա եւ Փեզեշքյանի ստորագրությունը կա այդ on-line ռեժիմով, որ կատարվեց եւ կատարվեց Վերսալում, իդեպ շատ խորհրդանշական պահ կար այդտեղ, այնուամենայնիվ այս փխրուն եկեք այսպես ասենք եւ զգուշավոր համաձայնությունները եթե կայանան, տարածաշրջանում արմատապես փոխվելու է իրավիճակը, որը բնականաբար որքան էլ որ Անկարայից հնչեն հայտարարություններ, որ մենք շատ կողմնակից ենք, որ այս ողջունում ենք եւ կողմնակից ենք, որ օր առաջ, այսպես ասենք, հանդարտություն եւ խաղաղություն լինի, այնուամենայնիվ հետին մտքով բնականաբար շատ խառնված են իրար, որովհետեւ նորից եմ կրկնում, այս հեգեմոն դերակատարումը, ես չեմ ասում ինքը հեգեմոն է, իրենք փորձում են այդպես դիրքավորվել, հա, էլ չխոսենք նաև իրենց տարածապաշտական նկրտումներից, էլ չխոսենք գալով արդեն մեր միջավայր բուն Հայաստանի հետ կապված ուղղակի 2 օրվա թարմ այդ հայտարարությունները, որ ինչպես Բաղչելի շուրթերով, իսկ Բաղչելին գիտենք, որ դաշնակից կուսակցություն է, կոալիցիոն կազմի մեջ գտնվող Էրդողանի հետ եւ բնական էր, որ այս հայտարարությունը հենց անպայման պիտի հնչեցվեր հենց իր շուրթերից, որ Զանգեզուրի միջանցքը ոչ այլ ինչ է, քան թուրանական մեր այսպես փայփայված, խնամված, սնեցված նախագծի մաս։ Այո, այս իմաստով որոշակի անհանգստություններ կան, անհանգստության առաջին հասցեատերը այս պարագայում բնականաբար Թել Ավիվն է, որը բազմիցս նամանավանդ իր այսպես ուլտրա թևի ներկայացուցիչների կողմից կառավարության կազմի մեջ գտնվող նույն Բենգվիրի կողմից հնչեցվել է արդեն շատ այսպես սուր շեշտադրումներով, որ մենք այս համաձայնագրի մաս չենք կիսում նման մոտեցումը եւ մենք ենք որոշում, որտեղով պետք է անցնեն մեր անվտանգության գծերը։ Սա նույն Լիբանանից զորքերի հետ չքաշման դիրքավորումն է։ Հենց այդ համատեքստում, եթե չեմ սխալվում, 3 Բիբի Նեթանյահուն հայտարարեց, որ այո, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք Միացյալ Նահանգների հետ, բայց մենք սուվերեն պետություն ենք եւ մենք Լիբանանում չենք վերջացրել եւ Իսրայելի, այսպես ասած, անվտանգության համար մենք չենք պատրաստում զորքեր դուրս բերել Լիբանանից, Սիրիայից եւ էլ ինչ որ տեղի նշեց, որ այս բանը ես չեմ հիշում, համենայն դեպս մենք կարող ենք ֆիքսել այն, որ իսրայելական կողմը ամեն ինչ արեց եւ շարունակում է անել, որ համաձայնությունը Մերձավոր Արևելյան այս կրակը դադարեցնելու առումով չկայանա։ Տեսեք, ամբողջ խնդիրը ինչու՞մ է կայանում։ Իսրայելի հիմնական դիրքորոշումը նա է, որ մաքսիմալ փորձի թույլ պահել բոլոր այն օղակները, որտեղ որ հնարավորություններ կան բարձրանալու, ուժեղանալու, զինվելու եւ այլն։ Դա կլինեն ծոցի երկրները, դա կլինեն ուղղակի
Իսրայելի հարևան պետությունները, չասենք հիմնական այն հակառակորդն էլ չէ, թշնամին Իրանը, այսինքն ամեն ինչ պետք է փորձեն անել, որպեսզի չեզոքացնեն իրենց պատկերացրած, իրենց անվտանգությանը սպառնացող հնարավոր գործընթացները, դրա համար այն քաղաքականությունը, որ որդեգրված է թույլատնել մաքսիմալ հնարավոր մրցակիցներին, առաջնային դիրքում բնականաբար ունենալով Իրանը, ես կարծում եմ սա շարունակական պետք է լինի։ Տեսեք ինչ հետաքրքիր process-ներ են լինում, այնպիսի տպավորություն է, որ որևէ տնային աշխատանք կատարված չի իսրայելական կողմի հետ, հա, այնպիսի տպավորություն է, որ կարծես Միացյալ Նահանգները որոշակիորեն, այսպես հետին պլան մղելով Իսրայելին, փորձել են ուղղակիորեն այս բանակցությունները վարել, անգլերեն տերմին կա, այդ face saving-ի հետ կապված, որովհետև այդ դեմքը մաքուր պահելու կամ դեմքը փրկելու ներողություն, դեմքը փրկելու խնդիրը այո ունի Թրամփը եւ Թրամփի վարչակազմը։ Ինչու՞, որովհետեւ շատ մոտ ապագայում, շատ տեսանելի ապագայում այս տարվա արդեն աշնան է, այդ midterm ընտրություններն են սպասվում, կոնգրեսի ընտրություններն են սպասվում եւ այստեղ Թրամփի դիրքերը, այսպես ասենք, նախանձելի չեն։ Հետեւաբար ինքը ամեն ինչ պիտի փորձի անել, որ գոնե այս տակ հանգույցում որոշակի, այսպես հարաբերական հանգիստ բերի, որոշակի սառնություն բերի, կստացվի, թե չի ստացվի, ապագան ցույց կտա, նորից եմ կրկնում, այստեղ կախում ունի, թե ամերիկացիները ինչ պայմանավորվածություններ կունենան Իսրայելի հետ։ Թեհրանը շարունակում է իր կոշտ դիրքորոշումը, Իսրայելից հնչում են հայտարարություններ եւ դրան միանգամից ի պատասխան Թեհրանը անմիջապես արձագանքում է եւ շատ կոշտ այսպես դիրքավորումներով ասելով, որ չխառնեք, մենք երբեք չենք ընդունել այդ հեգեմոն ինչ որ մոտեցումները, այստեղ մեր տարածաշրջանն է եւ մենք այստեղ ասելիք ունենք։ Այդ դիրքավորումը որևէ ձևով չի խաթարվել եւ շարունակական է լինելու։ Էլ չասեմ, որ որքան էլ որ Վաշինգտոնից հնչեցնեն, որ եթե Իրանը չհարգի պայմանավորվածությունները, ապա կստանա կոշտ պատասխան, դրա քառակուսին, անգամ քառակուսին անպայման Թեհրանի կողմից լսելի է դառնում։ Եկեք մի քիչ ավելի համբերատար լինենք, որովհետև շատ բաներ կան, Լիկա ջան, որ դիվանագիտության մեջ ընդհանրապես, որ հսկայական կուլիսային աշխատանք գոյություն ունի։ Դրա մասին, եթե շատ լուրջ, այսպես նպատակաուղղված լիքեր կամ արտահոսքեր չլինեն, որևէ մեկը դրա մասին չի իմանա։ Ես ավելի քան համոզված եմ, որ կան կուլիսային որոշակի պայմանավորվածություններ, այլապես այս ամեն ինչը շոու կլինի եւ շատ ավելի կջախջախվի Թրամփի վարկանիշը, ինչը բնականաբար առաջինը հենց իրեն եւ նաեւ JD Vance-ին, որը որոշակի этаպում կարծես թե մղվել էր մի քիչ վարակույրների ետև, բայց հիմա նորից նա առաջ եկավ եւ ինքն էլ ստանձնել է հիմնական այսպես խոսափողի դերը այս գործընթացում։